Մայիսի 17-ին նշվում է ընտանիքի սրբության օրը։ Վրաստանում այն տոնվում է երկրորդ տարին։ Տոնի կապակցությամբ օրերս Նինոցմինդայի մունիցիպալիտետի գենդերային հավասարության և տուրիզմի բաժնում կազմակերպվեց հանդիպում 7 նորաստեղծ ընտանիքների հետ։ Հանդիպումն ընթացավ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում։ Երիտասարդների հետ ընտանեկան խնդիրների, դժվարությունների և այլ կարևոր հարցերի շուրջ խոսեցին Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը, սպորտի և մշակույթի ծառայության պետ Լևոն Վարդանյանը, սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Սեդա Դարբինյանը։ Մենք լինելով պաշտոնյա ղեկավար, ինձ համար ընտանիքը դա կարող է կարևոր չէ, բայց այն, որ ընտանիքը կա և ընտանիքի պետք ուշադրության և այն հոգսերը, որ երիտասարդ ընտանիքի վերակա, մենք միշտ այժմ դուք լսեցիք երկխոսություն, թե ինչպես ներավականել պատրաստ է օգնել այն ընտանիքները, որ իսկապես ունեն օգնության կարիք։ Աշխատողի մատանատեխնիկ են, շատ կավ է, սիրում են մարստ է։ Շահորիկ մասնագիտությունը։ Ամուր ընտանիք ստեղծելու առաջնային պայմանը հասկացողությունն է ու միաբանությունը։ Եթե ընտանիքում կա սեր, ջերմություն միմյանց նկատմամբ, ապա ամեն տեսակի խոչընդոտ հաղթահարելի է։ Նինոցմինդայի մշակույթի և սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը շնորհավորեց զույգերին ընտանիքի սրբության օրվա կապակցությամբ։ Երևի ամենամեծ մենք ընտանիք կազմած ունենք 2 երեխաներ, դպրոցական հասակի տարիքի երեխաներ են, տեղաս 7-րդ դասարանում, մենք 21 տարեկանում ես 23 ամուսնու։ Մեր ժամանակները ընդունված տարիք է, հիմնվա նման չէ, որ 30-32 ամուսնային։ Դե արդեն 15 տարվա ամուսիններ ենք, իրար արդեն ամեն ինչով հասկացած, բոլոր ճանաչում ենք, կարող եմ ասել լավ ընտանիք։ Այս անգամ մենք հանդիպեցինք 7 զույգերի հետ, դա նորապսակների զույգերն են, մենք 2 օր առաջ եղավ հանդիպում արդեն փորձառու ամուսինների հետ եւ այս անգամ որոշեցինք, որ անպայման հանդիպենք նորապսակների եւ նշենք ընտանիքի սրբության օրը, որ արդեն երկրորդ տարի է նշվում է Վրաստանում եւ այն ուղղված է, որպեսզի ընտանիքը լինի արժանինքներով, այն ընտանեկան արժանինքներով եւ ավանդույթներով, որը կա կովկասյան ժողովուրդների միջև, այսինքն եւ վրացիների եւ հայերի մեջ, եւ դա ընդունված է Վրաստանում եւ մենք արդեն նշում ենք որպես տոնական օր, եւ այս անգամ հարավելով այս 7 զույգերին տարբեր գյուղերից, մենք խոսեցինք թե ինչպես ինչ խոչընդոտների առաջ կարող են կանգնել երիտասարդ ընտանիքը, ինչ օգնություն կարող ենք մենք ցուցաբերել մեր մունիցիպալիտետի ղեկավարության կողմից։ Հանդիպումը կազմակերպվել էր եւ մասնակցում էին եւ քաղաքապետը եւ ավականու ղեկավարը, այնպես որ եղավ գեղեցիկ հանդիպում, ոչ թե գեղեցիկ, իր արդյունքներով գեղեցիկ, քանի որ կային հիմնահարցեր, որը իսկապես պահանջում էր լուծում եւ այդ լուծումը նրանք կարծեմ թե արդեն ստանալու շեմին են, այնպես որ մենք գոհ ենք այս հանդիպումից, որտեղ սա ուղղակի հանդիպում չէր, որ մենք նշենք, թե իհարկե երիտասարդներին ընդունենք, այլ այն, որ լսեցինք նրանց հիմնահարցերը, լսեցինք, թե ինչով են ապրում երիտասարդ զույգերը, ընտանիքները, կազմողները եւ ինչ կարող են անել, եւ որ այդ հանդիպումը նրանց համար խուշ կդառնա, քանի որ մենք ունեցանք փոքրիկ հուշանվերներ, որպեսզի նրանք հիշեն այս օրը եւ նաեւ ձեր օգնությամբ տեսնելով մեր արդեն հանցատեսը կզգա, որ իսկապես պետությունը եւ մեր մունիցիպալիտետը միշտ ուշադրության կենտրոնում է պահում ընտանիքների եւ նրանց հոգսերը եւ ընտանիքների առաջադիմությունը եւ երիտասարդների ցանկությունները, թե ինչպես կարելի է ծրագրել, ընդունել կամ ինչ որ ձև երիտասարդների հանդիպումների ժամանակ այդ հարցերը բարձրացնել եւ ունենալ համատեղ լուծումներ։ Ընտանիքը որպես հասարակության հիմնական տարր եղել է եւ մնում է մարդկային արժեքների եւ մշակույթի պահպանման, կայունության եւ զարգացման գրավականը։ Ընտանիքի շնորհիվ ամրանում եւ զարգանում է պետությունը, բարգավաճում ժողովուրդը։ Նորաստեղծ ընտանիքների հետ հանդիպումն անցկացվեց հարց-պատասխան ձևաչափով։
Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը հարցադրումների միջոցով փորձում էր պարզել, թե ինչ պատկերացում ունեն ընտանիքի ստեղծման եւ նրա կարեւորության մասին երիտասարդ զույգերը։ Ամեն ոք կիսվեց իր կարծիքով այն մասին, թե ինչպիսին պիտի լինի երջանիկ ընտանիքը եւ կյանքում հանդիպած դժվարություններին, ինչպիսի լուծում պետք է դրվի, որպեսզի չտուժի ընտանեկան ջերմությունը։ Հանդիպման ավարտին զույգերը ստացան հուշանվերներ գենդերային հավասարության բաժնի կողմից։